Պարոն Գրիգորյան, Ռուսաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ քանիցս հայտարարել են, որ մենք աչք չենք փակի, որ մենք անպայման վերադառնալու ենք, որ մենք ակտիվություն ենք ունենալու, ինչ սպասել Ռուսաստանից առաջիկա ամիսներին, տարիներին, ինչպիսին է լինելու ռուսական վերադարձը, լինելու եթե չէ, եւ ինչ պայմաններում։ Նախ կարծում եմ բավականին հետաքրքիր արձագանք էր տրիփին հենց Ռուսաստանի կողմից, որովհետեւ նախկինում, երբ մենք տեսնում էինք արևմտյան ներգրավվածության մեծացում տարածաշրջանում, մասնավորապես Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը, արձագանքը շատ ավելի սուր էր, ավելի կոշտ էր ու ավելի կոպիտ էր։ Այստեղ կարծում եմ այս արձագանքը բացատրվում է մի քանի գործոններով։ Նախ Ռուսաստանը դեռևս շարունակում է զգալի ներկայություն ունենալ Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում, եւ խոսքը առաջին հերթին գնում է ենթակառուցվածքների վերահսկողության մասին, առևտրի մասին, այլ լծակների մասին եւ այդ առումով կարծես թե կա անկալում, որ նույնիսկ այս ծրագրի գործարկման պարագայում Ռուսաստանը շարունակելու է կարևոր դեր խաղալ։ Մենք նախորդ հարցի պատասխանելիս մենք նշեցինք օրինակ փոխադարձության բացակայությունը, երբ խոսքը գնում է կարգավորումներին, օրինակ այդ փոխադարձության բացակայությունը կարող է հնարավորություններ ստեղծել նույն Ռուսաստանի համար, որովհետև եթե մենք խոսում ենք Ադրբեջանի տարածքով օրինակ դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների մասին կամ Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների մասին, կարծես թե ակնհայտ է, որ այդ գործառույթը իրականացնելու են հենց ռուսական ընկերությունները։ Երկրորդ կարևոր գործոնը այստեղ Ռուսաստանի մեկ այլ ռազմավարական նպատակն է, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից սկսած եւ իրականում ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած Թուրքիայի հետ կայուն ցամաքային կապ ունենալը։ Իհարկե Մոսկվայում այդ կապը այլ կերպ էին պատկերացնում, այսինքն նպատակային էր, որպես հենց Ռուսաստանը վերահսկի այդ հաղորդակցությունը, բայց Թրիփի գործարկման պարագայում ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը հնարավորություն ստանալու է ունենալ այդ կապը։ Երրորդ գործոնը կարծում եմ հենց Թրամփի վարչակազմն է։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է ավելի պրագմատիկ, ավելի տրանզակցիոն հարաբերություններ կառուցել նոր վարչակազմի հետ եւ Արևմուտքի հետ դիմակայության այդ ավելի մեծ պատկերում Եվրամիությունն է դարձել գլխավոր գաղափարական եւ աշխարհաքաղաքական հակառակորդը եւ նախագահ Թրամփի հետ փորձ է կատարում ավելի ինչպես արդեն նշեցի գործարքային հարաբերություններ կառուցել եւ կարծում եմ նաեւ ինչ որ չափով կա սկեպտիցիզմ այս ծրագրի իրագործման հեռանկարների հետ կապված երևի մտածում եմ որ իրագործման գործընթացը կձգձգվի եւ այդ ընթացքում եթե Ուկրաինայում պատերազմը ավարտվի արդեն Ռուսաստանը ավելի մեծ ներգրավվածություն կունենա այս գործընթացներին։ Ինչ վերաբերում է ձեր հարցին Ռուսաստանի վերադառնալու հեռանկարների հետ կապված, այստեղ կարծում եմ Ռուսաստանը բնականաբար ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո փորձելու է օգտագործել առկա լծակները նույն տնտեսական, առևտրային, ենթակառուցվածքային, ինչպես նաև այլ գործիքներ տարածաշրջանում ազդեցություն մեծացնելու համար, բայց ես բազմիցս նշել եմ, որ դժվար եմ պատկերացնում մի իրավիճակ, երբ Ռուսաստանը կունենա ազդեցության նույն մակարդակը, ինչ ունեցել է միջև ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը, որովհետև այդ պատերազմի մեկնարկից հետո մեր տարածաշրջանում տեղի են ունեցել անդառնալի զարգացումներ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում այլևս հայեր չեն բնակվում, այնտեղ չկա տեղակայված ռուս խաղաղապահ առաքելությունը, որը ազդեցության կարևոր լծակ էր ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ, եւ ես որևէ տեսանելի ապագայում չեմ պատկերացնում մի սցենար, որ այդ ստատուս քվոն կարող է վերականգնել, այսինքն ազդեցության լծակներից մեկը արդեն գոյություն չունի։ Ակնհայտ է նաև, որ ի հեճուկս ռազմաքաղաքական ոլորտում առկա այս ճգնաժամին հայ-ռուսական հարաբերություններում, տնտեսական ոլորտում մենք ամբողջովին այլ պատկեր ենք տեսնում։ Եթե համեմատենք երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի փետրվարի դրությամբ ու հաջորդած տարիներ մենք տեսնում ենք, որ բավականին զգալի աճ գոյություն ունի եւ այս առումով կարծում եմ Ռուսաստանի համար Հայաստանի, ինչպես նաև հետխորհրդային տարածաշրջանի այլ երկրների հետ տնտեսական համագործակցություն դարձել է ամենակարևոր գործոնը։ Այսինքն իմ ընկալմամբ այս փուլում ռուսների համար օրինակ շատ ավելի ցավոտ կլիներ, եթե Հայաստանը օրինակ որոշում կայացներ
լքելի է ԱՏՄ-ն, քան եթե օրինակ վերջնական որոշում լիներ ՀԱՊԿ-ն լքելու վերաբերյալ, կարծում եմ երկու հեռանկարներն էլ այդքան էլ լիատեսական չեն մոտ ապագայում, բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ դիրքերը վերականգնելու ջանքեր լինելու են, կարծում եմ վերջին շրջանում կային նաև հրապարակումներ այն մասին, որ հանրության հետ աշխատանքի ինչ-որ մեխանիզմներ են փնտրում, այսպես կոչված soft power, ինչ-որ հիմնադրամ է ստեղծվել կամ եղածների շուրջ եղածներն են ձևափոխել, բայց այստեղ ես եւս բավականին մեծ սկեպտիցիզմ ունեմ ռուսական կողմի այդ հենց կարողությունների հետ կապված, Ռուսաստանի պարագայում սովորաբար soft power-ը, փափուկ ուժը sharp power-ը է վերածում, սուր ուժի է վերածում եւ ավելի շատ տեսնելու ենք այն նույն գործիքակազմը, որը կիրառվում էր վերջի տարիների ընթացքում, դրանց ազդեցության աստիճանն էլ է կասկածելի, որովհետեւ այնուամենայնիվ Ռուսաստանի համար ես միշտ նշում եմ, որ մեծագույն կորուստը Հայաստանի պարագայում ոչ թե այն է, որ Հայաստանը սկսել է փորձել այդ դիվերսիֆիկացնել հարաբերությունները արևմուտքի հետ մերձել, այլ հանրային կարծիքի կորուստն է Հայաստանում։ Մենք գիտենք բոլորս այդ թվերի մասին եւ այդ թվերը չնայած վերջին տարիներին որոշակի ռուսների համար դրական դինամիկա կա, բայց ավելի մեծ պատկերի եթե նայում ենք դժվար թե հեշտ կլինի վերականգնել այն վստահության եւ աջակցության մակարդակը, որը կա Ռուսաստանի նկատմամբ մինչեւ 2020 թվականի պատերազմը, մինչեւ 2022 թվականի էսկալացիան ու մինչեւ 23 թվականի էթնիկ զտումը։ Շնորհակալություն շատ։ Ահա